Խոնար մարդիկ այո, նախ իրանց շրջապատը գիտեն, որ իրանք խոնար են, որտեվ տենում են այդ, երկրորդն էլ կարա իրոք իրավիճակներ գա, որ խոնար մարդկանց ասեն սրանք շատ հպարտ ու մեծամիտ են, սրանց պահվածքը, սրանց խոսալը, բայց եկեք ժամանակից շուտ ոչ մի բանի վրա չվռազենք, բան խոսանք, թող ժամանակն ու կյանքը ապացուցի, որտեվ ասեմ քեզ, ամեն մարդու կյանք էլ իրականում տենում ենք վերջում, կողքից նայելով, ծառայելով, վազելով, գնալով, ամեն ինչ էլ շատ պարզ երևում է ամեն։ Մի հատ իրավիճակ անցնես, այդ պահին կարող շատ չհասկանաս, ավելի ուշ ամեն ինչ պարզ կլինի։ Փառք Աստծուն, խոնար մարդիկ համարձակ են ասելու, որ ես խոնար եմ։ Թվոց 12:3-ում Մովսեսը մի հատ բան է գրել իր մասին։ Ասում է, եւ ով Մովսես մարդը շատ հեզ էր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։ Ինքը իր մասին է գրել։ Հիմա որ կարդում ես, ասում ես Մովսես ջան, մի քիչ շատ մեծ կարծիք չունես դու քո մասին։ Ու լավ, ասենք մարդ կարա խոնարհ լինի եկեղեցում։ Այս Մովսեսը իր մասին գրել է, ասում է երկրի վրա եղած բոլոր մարդ, այսինքն ինձնից խոնարհ մարդ չկա երկրի վրա։ Ամենախոնարհը ես եմ, Մովսեսն ասում է։ Ո՞ս ինչ համարձակությունն ես։ Այդ այնց համարձակություններ ու տենց խոնարհ էր Մովսեսը։ Ու շատ զորավոր է, որ մարդիկ Աստծուն լսելուց ու իր կամքը կատարելուց իրանք գիտեն, որ իրանք ճիշտ տեղում են։ Ամեն։ Մովսեսից եթե անցնենք շատ մարդիկ կան, բայց ես մի քանիսին եմ ընտրել հնից ու նոր կտակարաններից։ Գանք Դավիթին, Սաղմոս 119-107 ասում է, ես շատ խոնարհեցա Տեր, ապրեցրու ինձ քո խոսքի պես։ Դավիթը նույնպես գիտեր, որ ինքը իսկապես խոնարհ մարդ է։ Ինչքան է աղաղակում, իմ մաքուր սիրտը դու կտենաս ու ինձ կպատասխանես։ Հենց մի հատ էլ խնդրի մեջ էր ընկնում, էլի սկսում էր ինչ անել, աղաղակել։ Դու իմ անօրենությունը գիտես, իմ մեղքերը քեզանից ծածկված չի։ Ամեն։ Գիտես Դավիթը 51 Սաղմոսում կճանաչեք այդ Սաղմոսը, լավ Դավիթի ապաշխարանքի Սաղմոսն է, որ ինչ էր արել, մարդ էր սպանել, շնություն էր գործել, կին էր հղի այդ շնությունից հետո։ Դավիթը եկել է Սաղմոսի մեջ ասում է, միայն քո առաջ հանցանք գործեցի։ Հայ Դավիթ ջան, սաղազգը խառնել ես իրար, մարդա մեռ է, կինա հղի, խայտարակ վիճակա, տունդ խառնվել է իրար, ինքը եկել հաղորդում է, ասում է, միայն քո առաջ մեղ գործեցի։ Այսօր էլ Դավիթին ինչ կանեն, չէ՞, այն ժամանակ էլ էր տենց։ Այնքան խորներ ինքը ապրում է ցավը դեպի Տերը, որ անկեղծ աղաղակում էր, ու այդ աղաղակը իմ ու քո համար Աստծո խոսք է դառել հազարավոր տարիներ է։ Թեկուզ որ այո, այդ տառապանքները կար մարդկության մեջ, բայց Դավիթի հոգու մեջ առաջի ցավը Տիրոջն էր։ Այսի մենք պիտի ապրենք։ Փառք Աստծուն։ Ու Դավիթը ասում է, ես շատ խոնարհվեցա։ Լավ, եկեք գնանք նոր կտակարան, Փիլիպեցիների գլուխ։ Պողոս առաքյալը ինչ է գրում Փիլիպեցիներին, ասում է, որ այսինքն Տերը կնորոգի մեր խոնարհ մարմինը իր փառավոր մարմնի կերպարանակից լինի այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Պողոսը հայտարարում է իր խոնարհ մարմինը։ Ու գիտեք Պողոսը ինչ մարդ էր։ Պողոսը նենց մարդ էր, որ բացահայտ հանդիմանում էր սաղին։ Պողոսը նենց առաքյալ էր, որ առաքյալ ելներով, Պետրոսը առաքյալ ելներով եկել էր Անտիոք, իրան ճիշտ չպահեց, սաղի առաջ հանդիմանեց Պետրոսին։ Առաքյալի։ Բայց ինքը գիտեր նաև խոնարհությունը։ Ինչ բան է խոնարհություն։ Նույնը Կորինթացիների 11-ում ասում է, բայց ես Պողոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզությունով ու հանդարտությունով, որ խոնարհ եմ երեսառ երես ձեր մեջ։ Պողոսը ինքը լավ գիտեր, ինքը խոնարհ մարդ է։ Աստծո ժողովուրդ, թող իրականում Տերը մեր կյանքը բերի այնտեղ մի օր, որ ես ու դու էլ համարձակ ասենք, ես խոնարհ մարդ եմ։ Համարձակ լինենք ասելու, խոնարհ մարդը ասեմ քեզ ինքը Աստծո կամքը կատարել գիտի, լավ էլ գիտի Աստծո կամքի մեջ մարդկանց հանդիմանել։ Լավ էլ գիտի մարդկանց ասել ինչի կարիքը որ կա։ Ամեն։ Փառք Հիսուսին, Ղուկաս 1:48, տեսեք ես մեր Մարիամ քուրը ինչ ասում, խեղճին բռնես արգել են Աստված։ Որովհետև իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, որովհետև ահա այսուհետև բոլոր ազգերը կերանեն ինձ։ Չի ասում կերկրպագեն ինձ, ասում է կերանեն ինձ։ Հիսուսի մայր Մարիամի մասին է խոսքը։ Իր աղախնի խոնարհությունը տեսավ, աղախին ծառա։ Գիտեք շատ անգամ նոր կտակարանում աղախին բառը ինչ է գրված, մի բառ է գրված հուներեն, որ այդ բառը կոչվում է բառացիորեն ծառայի գոքնոց։
Ու այդ գոքնոցը ինքը շատ կեղտոտ գոքնոց է եղել, որ իրականում առել են, օգտագործել են ոչ թե ծառաներ, այլ ստրուկները իրանց ժամանակի։ Այսինքն առավոտից իրիկուն, այսինքն մտել ենք տուն, իրանք գիտեն ով է ծառան, գոքնոցներից տարբերում են ստրուկներին, այդ տան ստրուկներին։ Ու ամեն տեղ նոր կտակարանում, շատ տեղեր ամեն տեղ չէ, օգտագործված է այդ գոքնոց բառը։ Երբ որ նոր կտակարանում դու միտեղ կարդում ես ծառա, դու իմացի այդ գոքնոցի մասին է խոսքը։ Ու Պողոսը, Պետրոսը իրանք բոլոր իրանք գրում են, որ մենք Քրիստոսի ծառաներն ենք մինչև առաքյալին հասնելը։ Քրիստոսին ճանաչող մարդը անհնար է չծառայի իրան, անհնար է չնվիրվի Հիսուսին ու այդ ծառայությանը, որ չծառայենք, բա ուրիշ ինչ անենք, ուրիշ ավել ինչ կա անելու։ Ու գիտես, նման շատ տեղեր կա Աստվածաշնչում։ Ես մի քանի գլխավորներից կարդացի, որ Աստծո ժողովուրդը համարձակությամբ իրանց քուր աղբերներ, իրանց իրավիճակների մեջ հայտարարում են, գրում են, ես խոնար մարդ եմ։ Թող իրականում Աստված օծի մեզ, որ մենք էլ կարողանանք մի անգամ այտենց ասենք։ Եվ բոլորս խոնարհներից ամենագագաթնակետը, հալելույա։ Մատթեոս 11:29 մեր Տեր Հիսուսը գիտեք ինչ ասեց. ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ամեն։ Սա է բոլորի գագաթնակետն էր։ Մեկ էլ իրականում Պողոսն է համարվել, որ ասի ինձանից սովորեք, որովհետև ես էլ Քրիստոսից եմ սովորած։ Ու իրականում մեր խոնարհությունը Քրիստոսից է սովորել պետք։ Մեր խոնարհությունը Քրիստոսին է նմանացնել պետք։ Մեր խոնարհությունը, գիտես, նրա ձայնը ճանաչելն է, լսելն է ու կատարելն է, որ մենք իրապես ճանաչենք Քրիստոսի ձայնը։ Ու ասեմ քեզ, այդ ձայնը քեզանից հեռու չի։ Այդ ձայնը ճանաչելու համար պիտի դու իրապես կարենաս ամեն ձայները կանգնացնես քո կյանքում։ Ինչպես գին վճարելով։ Չես կարա դու այդ ձայնը ճանաչես ուղակի ապրելով խառնաշփոթ կյանքեր, խառնաշփոթ իրավիճակներ։ Իրականում եթե լավ բան ես ուզում, եթե ուզում ես իրական քո համար զանազանելի, տարբերելի լինի Քրիստոսի ձայնը, դու պիտի ժամանակ դնես Քրիստոսի համար։ Իրապես ժամանակ դնես նրա երեսը փնտրելու, իրապես ժամանակ դնես հեռախոսդ մի կողմ թողելու, որտեվ քեզ շատ կխանգարի ու նրա երեսը փնտրելու։ Ման գալու նրան, ինչա քո կամքը Տեր, արդեն Աստծուն խնդրելը իմաստություն է։ Աստվածաշունչն ասում է չկա մի իմաստուն, որ Աստծուն խնդրի։ Սա նշանակում է, որ Աստծուն խնդրելը արդեն իմաստություն է, արդեն իմաստուն բան է։ Գիտեք, եկեք փնտրենք Աստծո երեսը, եկեք թողենք իրավիճակները։ Գիտեք, այնքան ենք մենք ավելի բարդացնում, որտեվ սաղս տառապանք, խնդիր, պրոբլեմ, ցավ, հիմա անհատապես ում հետ սրտից սիրտ խորը խոսած կամ ամեն մարդ, որ Տիրոջ հետ կիսվում է, ինչքան խորը ցավեր, հոգսեր ու կարիքներ կան։ Լուծումը մեկն է, թող հոգսերդ կենտրոնացի Հիսուսի վրա։ Ինչքան որ դու կենտրոնանաս իրավիճակների վրա, թշնամին ուղակի մասնագետ է քեզ անդադար կենտրոնացնի բացասական իրավիճակների վրա, ձախողումների վրա, չստացված բաների վրա, չհաջողված, պարտքերիդ վրա, խնդիրներիդ վրա, մարդկանց վրա, պրոբլեմով մարդկանց վրա, եկեղեցու թերությունների վրա, առաջնորդների թերությունների վրա։ Գիտես ինչ, թշնամին ուղակի զբաղված է մարդկանց, գիտես ինչ անելու, մարդկանց կոնցենտրացիան տանելու ուշադրությունը։ Մարդիկ կան, կներեք, բայց օծված են չարը տենալու։ Ու իրանց էլ թվում է իրանք իրական օծությունն են Աստծուց։ Օծված են բացասականը տենալու։ Գիտես, Հիսուսին երբ որ Աստվածաշունչը մարգարեները ներկայացրեցին, Եսայան գիտեք ոնց ներկայացրեց, ասեց. ով է իմ ծառայի պես կույր։ Ու Հիսուսի մասին է խոսքը։ Եվ ով է իմ ընտրյալի պես խուլ։ Այդ ոնց էր Հիսուսը կույր ու խուլ։ Ոչ տենում է, ոչ լսում է։ Գիտես, նա չար բաները չէր տենում ու չէր լսում։ Նենց չի, որ չկա այդ չարիքը կամ չէր երևում իր աչքին, բայց նա գիտեր ամեն ինչի մեջ բարին տենալու, ամեն ինչի մեջ բարին գնահատելու։ Պողոսը ինչ էր ասում. ես գալիս եմ ձեր մոտ, ուրիշ ոչի բան միտքս չեմ դրել, բայց ձեր մեջ մենակ խաչված Քրիստոսին տենամ։ Հալելույա, այսի օծությունը, այսպես դու կկառուցես եկեղեցին, այսպես դու կկառուցես խմբակը, տունդ, որ ամեն բանի մեջ դու Քրիստոս մանգաս։ Գիտես, եթե Քրիստոս մանգաս, ես քեզ հաստատ ասեմ, որ շատ կգտնես։
Բայց եկեք թույլ չտանք, որ թշնամին կարեն այնպես գրավի մեր ուշադրությունը, որ մենք մենակ բացասական բաների վրա կենտրոնանանք։ Եթե կենտրոնացնի քեզ բացասական բաների վրա, քեզ անverջ ցույց կտա ու ասեմ քեզ շատ է։ Այս աշխարհն ամբողջովին բացասական։ Բայց եթե Քրիստոսի վրա ես կենտրոնանում, հալելույա, նրանից օծություն կիջնի քո վրա։ Դրա համար կարդում ես խոսքը, ժամանակ ես տալի, մտածում ես, խոսքով օրհնվում ես, հենց խոսքը կարդում ես, քո վրա օծություն է գալի։ Ո՞վ է ապրում այդ բանը։ Աստծո խոսքը բացեցիր, սկսեցիր կարդալ, իրականում մի նկատի չունեմ, որ այսօր չեմ կարդացել, լավ կայնի 10 րոպե կարդամ, նոր քնեմ։ Այդ կարդալու մասին չի։ Այն կարդալու մասին է, որ հիմա իմ ժամն է կարդալու։ Ու ասենք մի կես ժամ կամ 15, ինչքան որ լինի, մարդկա 3 ժամ է կարդում, մարդա 2 համար է կարդում, 3 ժամ մտածում է։ Ոնց որ քո կյանքում կա։ Հենց խոսքը դու բացում ես, Աստծուց քո վրա օծություն է գալի։ Միակ խոսքն է, որ հենց կարդում ես, հեղինակը ներկա է, հետը տա։ Հեղինակը հետը տա։ Ամեն։ Փառք Աստծուն։ Հնազանդությունը մենակ Հիսուսի հետ վարվելով կսովորենք, որովհետև պատվերը մեկն է, ինձանից սովորեք։ Հիսուսն ասում է ինձանից սովորեք, չասեց Մովսեսից, Եղիայից կամ ումից, ինձանից սովորեք։ Իսկ Հիսուսի հնազանդությունը կատարյալ է։ Այս վերջերս մի քույր ինձ մի հատ ձայնային ա թողել ու ասում Արման եղբայր, ես չեմ հասկանում, խի է Հիսուսը խաչից առաջ ասում, եթե կարելի է, թող այս բաժակը գնա ինձանից։ Բայց չէր եկե ինքը դրա համար։ Ասում լավ հարց ես տալի։ Դու ոնց չէր եկե, հենց դրա համար էր եկե, բայց անգամ Աստծո որդին կատարյալ մարդ ու կատարյալ Աստված ելնելով, Աստվածաշունչը այնքան պարզ գիրք է, որ անգամ Հիսուսի մարմինը, որ ուզում էր խոսալ, դա էլ է գրված։ Աստվածաշունչը գիտես ինչա պարզությունը լավ, որ օծյալների թերություններն էլ է մեջը գրած սաղ։ Ամեն։ Էդի ուզում ասի, որ մի նեղվեք, որ դուք թերություններ ունեք։ Մի նեղվեք, որ ընկնում եք, դժվարանում եք, կամ մեկը տեսավ քո թերությունը։ Դավիթի թերությունները տեսեք ոնց տեսան, բայց Աստված ասում էր իմ սրտի համեմատ է այդ մարդը։ Փառք Աստծուն։ Ու Եբրայեցիս 5:7-8 եկեք կարդանք, խոսքը գցում ենք, չէ՞, ամեն։ Եբրայեցիս 5:7-8 Նա որ, այսինքն Քրիստոսի մասին է, կարանք ասենք Քրիստոսը, որ իր մարմնի օրերումը աղոթք եւ աղաչանք, սաստիկ աղաղակով եւ արտասուկով մատուցանում էր նրան, որ կարող էր ազատել նրան մահից եւ լսվեցավ իր բարեպաշտության համար։ Եվ թեև որդի էր, այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Ես ես համար առաջի անգամ որ կարդացի, ես քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Ոնց Հիսուսի մասին է, որ Հիսուսը հնազանդություն սովորեց, այսինքն ինքը հնազանդ չէր, ինքը հնազանդ էր, բայց երբ որ քեզ կյանքը կճզմի, դու ավելի լավ հնազանդություն կսովորես։ Թեկուզ որ Աստծո որդի էր, բայց այն չարչարանքներիցը հնազանդություն սովորեց։ Եթե Հիսուսը կարիք ուներ դեռ հնազանդություն սովորելու, ինչքան առավել բա ես ու դու։ Ես սկզբից հնազանդության մի հատ սահմանում ասեցի, Աստծո ձայնը լսել եւ կատարել ամեն։ Գիտեք, հնազանդությունն է Կիրակի եկեղեցում ես։ Հնազանդությունն է քո ընտանիքին հոգ տանես։ Հնազանդությունն է կարիքի մեջ մարդկանց այցելես ու շատ աստվածային բաներ, որ շատերս դրա մեջ ապրում ենք, օրհնյալ լինի մեր Տերը, փառք Աստծուն, հենց տես պիտի լինեն Աստծո ծառաները։ Բայց գիտեք, միշտ կա մեր կյանքում Աստված թույլ է տալի իրավիճակներ, ընթացք, երբեմն խառնաշփոթ, փոթորիկ, մարախուղներ մեր կյանքի մեջ որ գան, գիտեք ինչ Աստծո նպատակը, քեզ ավելի բարձր տեղ հանելու։ Երբեք Աստծո նպատակը չի, կայնի մի հատ լավ փորձանք թողեն գա մհերի կյանքում, մհերին շուրտանք եթա։ Չկա տես բան։ Եթե Աստված թույլ է տվել կյանքիդ մեջ մի բան գա, պինդ բռնվի իրանից։ Իրա ձեռքը պինդ բռնի, ոնց որ սկզբից բռնեցիր։ Բռնած մնա իրա ձեռքը։ Նա քեզ անպայման կհանի, անպայման կհանի։ Ով կուզի իր երեխան ձախողվի, ով կուզի իր երեխու կյանքը քայքայվի, ով կուզի իր երեխան աղքատ լինի։ Մենք մարդ լինելով, մենք մեր երեխեքին ենել մենք հայերս, չէ՞, հələ չուզած ամեն ինչ արագ մատուցում ենք երեխեքին։ Դա էլ լավ կլինի, որ մի քիչ չափավոր լինենք։ Մեր երեխեքը սովորեն խելոք լինեն, հնազանդ, աշխատող, ծառայող,
Ոմիկ չէ իրանք աշխատեն, երբ որ մեծ են արդեն մի բան ունենալու համար։ Ամեն։ Ու ոնց Աստված կուզի մեր բարօրությունը։ Միթե Աստծո կամքն է մեկ աղքատ լինի, մեկը հիվանդ լինի։ Հիվանդերի համար աղոթում ենք, մեկ մարդիկ ասեն, բայց Աստծո կամքն է ինքը բժշկվի։ Ուրիշ բաների շատ բաներ կա, որ կարելի է Աստծո կամքը հարցնել, բայց ոչ հիվանդի բժշկության համար։ Եթե տենց լներ չէր գրվի, որ եւ երեկոյան ժամին բոլոր քաղաքի հիվանդների դիվարներին բերեցի եւ Հիսուսը բոլորին բժշկեց։ Կգրեին 10 հոգու չբժշկեց, որտեվ իր կամքը չէր բժշկվեին իրանք։ Բայց չկա տենց բան։ Կա բաներ, որ կարիք չկա Աստծո կամքը հարցնենք, բայց կա բաներ, որ կարիքը կա։ Գիտես, երբ որ դու քո կյանքում ինչ-որ մի հատ խաչմերուկի ես մոտենում, Աստծուն հարցրա, ուր ենք եթում։ Ես ասում եմ, Տեր ջան, Մարգատը միացրա։ Գալիս ենք այս իրավիճակի առաջ, աշ ձախ ուղիղ ինչ պիտի անենք։ Ու եկեք սպասենք, ամեն։ Շատ-շատերն են Աստծուն հարցնում։ Մի անգամ Տերը ինձ ասեց ու շատ զարմացրեց ինձ։ Շատ-շատերն են ինձ հարցնում, բայց շատ քչերն են մինչև վերջ սպասում, որ ես պատասխանեմ։ Մենք հավատում ենք ամենակարող երկնքի երկրի արարիչ, իմ Տեր, իմ կյանքը քեզ է պատկանում, հարցնում ենք Աստծուն, սպասում ենք, բայց երբ որ իրավիճակները մի քիչ նեղում է, մեկն էլ կողքից հոպա սկսում է քեզ խորհուրդ տալ, դե Աստված քեզ միտք է տվել, դե դու կարաս դու որոշես, դու հասկացի, այո, լավ է, ես հասկանում եմ, բայց գիտեք, այնքան քիչ է ախր իմ հասկացածը։ Ես չեմ ուզում իմ հասկացածով լինի։ Ես ուզում եմ, որ նա խոսա։ Ստեղ քանիսս կանգ նստած, որ եկել է իրավիճակներ, որ ուզեցել ես մի բան, վայսի կարող է Աստծո կամքն է, հիմա պետք է երևի բան, բայց ներսից շատ խորը մի բան ասում եմ։ Երևի Տերեսի քո ձեռնա, հաստատ մենք մեզ համոզում ենք, մի հոգի էլ կողքից համոզում ենք, սկսում ենք շարժվել։ Գիտես, մենք վռազելուց շատ բաներ կկորցնենք։ Հավատա, բայց Աստծո մեծ ուշանալուց դու չես ուշանա, ուշելը լինի դու չես ուշանա։ Աստված կարա ուշ գա, բայց ոչ ուշացած։ Ամեն։ Գիտեք, վռազող մարդիկ կորցնում են, մի վռազեք ժողովուրդ։ Եղբայրներ ու քույրեր ջան, լուրջ հարցերի համար սպասեք, մինչև չխոսած չեմ անի։ Մինչև չասես չեմ անի։ Սպասեք Աստծուն, սպասեք, իրականում սովորեք սպասել, էսի իրական հնազանդությունը, գիտես այնքան հեշտ է, հել ու վազի գործի, բայց շատ դժվար է լուր նստի ու սպասի մինչև Տերը խոսա։ Շատ դժվար է, որտեվ գիտես մենք ավելի շատ հախուռն ենք, սենց խառնվենք, դու զգանք ու սկսենք գործել, հայտարարենք, հոպա, մի հատ նկարեք, ինձ գցեք ստեղ ընդեղ, հալելույա։ Բայց հələ սպասի։ 2 տարի մենք առավոտները աղոթք ունենք, դուք էլ ունեք, Աստված օրհնի, շատ օրհնյալ ու զորավոր։ 2 տարի մենք աղոթում ենք, մեր սրտի մեջ եկել է Համբուրգում, որ եկեղեցի ունենանք։ Համբուրգն էլ ինձանից 400-500 կիլոմետր է հեռու։ Բայց վառվում է մեր մեջ իմաստված, աղոթում ենք, խնդրում ենք, ամեն առավոտ աղոթքի խմբերին 5 շաբթի օրվա Դորտմունդի, ամեն 5 շաբթի Դորտմունդում ենք աղոթում, Համբուրգի համար աղոթում ենք։ 2 տարի աղոթում ենք, եկել է հասել է 24 թվի, 24 թվի նոյեմբերն է, գիտեք, նենց է վառվում մեր մեջ, որ արդեն 2 հոգով մեր աղբերներից մեր Արամի հետ որոշել ենք հեռվից։ Արամն էլ Համբուրգից երևի 700 կիլոմետր ապրում, Գերմանիայի տակն է։ Զանգերով տեղ մանգան գնանք ծառայենք։ Արամը զանգերով, ռուսախոս, եկեղեցիներով վերջը կարճ պատմեմ, տեղ գտավ, պայմանավորվել է դեկտեմբերի ինչ-որ որոշված օր գնում ենք ծառայելու։ Արդեն որոշել ենք, ասում ենք ֆլայերներ սարքեք, տարածենք, բա լավ, հետո լավ մի օր գնացինք։ Դե լավ, ասենք կեթանք պայմանավորվենք ամիսը 1 կեթանք, 6 շաբաթը 1, այս վիճակին հետ մենք Համբուրգ ծառայենք։ Տեղը հաստատված է, եկել եմ իմ սենյակ աղոթք անելու ու Տերը ասում է, հիմա չեք գնում Համբուրգ։ Այ Տեր ջան, պայմանավորվել ենք այդ հովիվի հետ, գումարը, օրը, ժամը ներկայացել ենք, եկեղեցի ենք, էս ենք։ Գիտեք չէ, Աստված այդ պատմություններին շատ չի լսում քո պատմած։ Հիշում եք Եղիանից, Եղիան ինչ ես անում ստե, Եղիան լա, տրալալա, ինպես տենց հեքիաթ էր պատմում։ Նորից Եղիան ինչ ես անում ստե։ Սկսա պատմել սաղ տիրոջը, վերջում էլ, բայց որ ասում ես, Տեր, չգիտեմ ոնց, զանգում եմ Արամին, նույն վարքյանին ասեմ, Արամ ջան, չենք եթում Համբուրգ, ախպեր նոր պայմանավորվանք, ասեմ, չենք եթում։ Բա ինչ ասեմ։
ասա չենք գալի, բա երբ գանք, ասի չգիտեմ։ Հա, ասում եմ, հա։ Դե ես չէի կապնվենց ինչ, Արամը խայտարակ եղավ ընդ է, հալելույա։ Զանգեց ասեց այդ մարդը այս տարօրինակներն էս ով էին։ Զանգին կրակով էսեն, բա երբ կգաք, ես իմ երբ Տերը կուղարկի։ Եվ դրանից անցավ 2 ամիս, մի օր ծառայության ենք եւ մի եղբայր եկե մեր ծառայության հովիվեմբիլները, այդ օրը հովիվեմբիլներ ծառայում Դորտմունդում, ծառայությունից հետո եկավ ուզում եմ ձեր հետ խոսամ, իջել ենք նստել ենք ներքևը սենյակում Գերմանիայի խոսում ենք, ասում է Տերը ինձ դրել է, որ ես գամ ձեր հետ ծառայեմ։ Ասում եմ Տերը օրհնի քեզ, դու ով ես եղբայր ջան։ Ես ուրիշ եկեղեցուց հովիվ եմ, եկեղեցու անունը տալիս է։ Ես էլ տես բաներից նենց եմ փախնում, ուրիշ եկեղեցու հովիվ եկել է մեր հետ ծառայ։ Ուրիշ եկեղեցու ծառայողներն եմ ես մեր խմբերից հանում։ Մենակ նրա համար որ այդ խոսակցությունների մեջ չընկնենք, մեր ծառայողին տարան, էս արին, արի։ Ասի եղբայր ջան, Աստված քեզ շատ օրհնի, բայց արի գնա խաղաղությամբ, հովիվն էլ ներկա։ Բայց երբ որ Տերը մեզ էլ կհայտնի, այդ ժամանակ մենք կկապնվենք քեզ։ Ասի դու որտեղ ես ապրում, ասեց ես տեղափոխվել եմ Համբուրգ։ Յա, այդ բառը կպավ, Համբուրգ։ Հա, բայց չէ, ուրիշ եկեղեցու հովիվ։ Ասեց հա, ասեց եղավ, հարգում եմ ձեզ, ընդունում եմ, ասի եղավ, եղբայր ջան, իրականում թող Տերը մեր հետ էլ խոսա։ Ասի մենք նպատակ ունենք Համբուրգում, բայց պիտի Տերը անի։ Ասեց շատ լավ։ Վերջում գնալուց ինձ հաջողանելուց ասեց Արման ջան, Տերը քո հետ կխոսա, որտեվ ինքն է ինձ ուղարկե։ Ասի շատ վստահ ես, թող խոսա, ես էլ անպայման կկապնվեմ քեզ։ Կիրակի օր եւ անցավ ընդամենը մի օր, այս պատմության մասին գիտենք ես, Հովիվեմիլը, Նունեն, Հերմինեն։ Մեկ էլ այդ մարդը իր կնոջ հետ։ Եվ երեքշաբթի օրը առավոտյան ժամը 5-ին գնում ենք գործի աշխատանքի շինարարության մեջ ենք աշխատում, Հայկ աղբոր հետ գնում ենք աշխատանքի, այն Արամ աղբերը Նյուրնբերգ, ինքը ոչ մի բանից տեղյակ չի։ Առավոտ շուտ ընձի գրել է աղբեր երազեմ, տեսե, զանգեմ քեզ էլի մի հատ։ Սի զանգի։ Ժամը 5-ն է, զանգել ասում է Արման ջան, գնացել ենք Համբուրգ հովիվոց էինք։ Ասեմ ով էր այդ հովիվ, ասում է չգիտեմ, բայց իր դեմքը հիշում եմ, ասեմ հələ նկարագրի, ժողովուրդ նկարագրում է տոշնի այդ մարդը, որ Կիրակի օրը եկեղեցում նստած էր։ Ասում եմ անունն էլ ասում անունը չգիտեմ։ Ասում եմ ով, ասում է Արտուր Սիմոնյանը, դու մեկ էլ ես, գնացել ենք Համբուրգ հովիվոց էինք։ Արտուր Սիմոնյանը կյանքի խոսք եկեղեցին է, այս մարդուն Տերը ուղարկել էր մեր հետ ծառայելու ու ինքը նկարագրում է կոնկրետ մեր Թադևոս աղբորը, հիմիկվա մեր Համբուրգի հովին, մեր դպրոցի առաջնորդին, մեր on-line դպրոցի ու նկարագրում է իրան, ասում է նիհար սիրուն դեմքով, լավ լսում էր, կոնկրետ խոսում էր ինչ նկարագրում է բառացիորեն իրան։ Ասում եմ այս մեկը տիրոջից է։ Ու տեղում զանգում եմ Թադևոսին on-line, ասում եմ մա ծանոթացեք իրար հետ on-line, ասում Արամ ջան, մի հատ էլ պատմի, Արամն էլ մտածում է, այս մարդն ով է, այս խիպը ես մարդու մոտ պատմեմ մեր ազը։ Ու պատմեց ու ինչ եմ ուզում ասեմ, մենք մի ամիս հետո այնտեղ ծառայություն սկսեցինք, մի քանի ամիս հետո Հովիվեմբիլի հետ գնացինք 20 հոգի մկրտեցինք։ Անցյալ տարի օգոստոսին։ Գիտես, սպասի Տիրոջը։ Սպասի Տիրոջը, մի վռազի, շատերն են հարցնում, բայց ով կսպասի։ Գիտես, այնքան մարդիկ կան, գալիս են Արման ախպեր, մի հատ այսպես ներդրում, քուրս ներդրումից էր խոսում։ Սես մի հատ բան պետք է անեմ, բան, ասում Տերը ասել է արա։ Չէ, բայց պիտի անեմ, հիմա չանեմ կուշամ, լսի ուշացի, ուզում ես ուշացի, ես բիզնեսի մեջ շատ չկամ, բայց չգիտեմ, Տերը ասի նոր արա։ Ես քեզ չեմ կարեմ ասենց աղոթեմ, ասեմ, Տերը ասես գնա արա։ Թող Աստված խոսա, երբ որ Աստված խոսա, դու իրականում չես սխալվի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ու գիտես, ինչն է կարևոր։ Հիմա մի հատ կարևոր բան եմ ասելու, որ այստեղ սաղիս է պետք, սաղիս է շատ պետք։ Իրական հնազանդությունը գիտեք երբ է։ Իրական հնազանդությունը այն ժամանակ է, որ դու մի բան պիտի անես, բայց չես ուզում անես։ Ես նոր թվարկեցի եկեղեցի գալ ծառայել, այցելել խմբակ գնալ էս, նորմալ, այսի արդեն մեր համար դարձել է կյանք, առօրյա, չէ՞։ Բայց մեկ էլ Աստված թույլ է տալի մի հատ փոթորիկ, գալիս է դու մտնում ես բաներ, ու Աստված քեզ առաջնորդում է մի բան մեջ, դու չես ուզում։ Ու այդ ենա, որ այն քուրեն որ ինձ հարցնում էր, հայր, եթե կարելի է այս բաժակը թող ինձանից անցնի։ Ու հետևից էլ հենց Տերը ինքը իրան պատասխանում է, բայց ինչ ասեմ, որ հենց այս ժամի համար եմ աշխարհ եկել։ Մարմինն էր խոսում։
Մարմինն էր խոսում Տիրոջ։ Ու բայց Տերը ինչ արեց, հաղթեց, աղոթքով հաղթեց այդ ամեն ինչին ու դուրս եկավ այդտեղից։ Հիսուսը հաղթել է Գեթսեմանում արդեն խաչը։ Խաչի վրա արդեն ֆիզիկապես էր կատարվում, առաջինը հոգևոր։ Կան շատ իրավիճակներ, որ մտնում ես մեջը, Աստված նախապես քեզ խոսք կա տալի, ուշադիր եղի։ Քեզ ինքը խոսք կա տալի, որ երբ որ դու կմտնես մեջ այդ խոսքից բռնված դուրս ես գալու։ Որտեվ եթե ծառից տերև չի ընկնում առանց Աստծո իմանալու, ուր մնաց քո հետ մի բան կատարվի, Աստված չիմանա ու չկառավարի։ Մեզ պետք է մեծ վստահություն։ Ուրեմն ամենակարևոր բանը այն է, գիտես, որ ես ու դու ինչ սովորենք։ Մենք փառք Աստծուն ունենք բոլորս էլ մեր չափի խոնարհություն, բայց Աստված ուզում է ավելին։ Ով է համաձայն, որ Աստված իր համար ավել ունի, ավելի շատ կա քո համար։ Քո համար ավելի մեծ բաժին կա։ Ու ով չի ուզում այդ մեծ բաժնին, սաղս էլ ուզում ենք, չէ, բայց ով է ուզում մի հատ խնդիր ու խնդրեմ անցնի այդ մեծ բաժնին հասնելու համար։ Գիտես իրականում դժվար է, հիմա կասես ամեն բան պատրաստ է, ես հենց էլ կարամ, չես կարա։ Ֆրանսիացիք մի հատ ասացվածք ունեն, այստեղ ֆրանսերեն իմացող կա։ Ասում են լավ բաների համար լավ պիտի տառապես։ Լավ բաների համար լավ պիտի, խի պիտի անցնենք դժվարություններ, խի պիտի այսքան բաներ անցնենք, որ մի բան սովորենք։ Այո, կարիքը կա, որ մի հատ լավ ճզմվես, էլի։ Այ Արման ջան, որ քեզ լավ եմ ճզմում, այդ ժամանակ երևում է քո մեջից ինչ սոկ է դուրս գալի։ Մեկ-մեկ մեզ ցույց ենք տալի, մենք այնքան լավ չգիտեմ, ապելսին ենք, բայց մի հատ լավ ճզմում են, ուրիշ սոկ է դուրս գալի մեջից։ Ու Աստված թույլ է տալու, գիտես, թույլ է տալու, այս կյանքն էլ է գալի, բացի այն, որ Աստված թույլ է տալի, իրականում կատարվում է ինչ ասես, բայց փորձությունները, գիտես, մենակ ուժեղ պիտի դարձնեն ինձ ու քեզ։ Մի նպատակ է փորձությունները, երբ Աստված թույլ է տալի գալիս են, որ ես ու դու ուժեղ լինենք, ամեն։ Փառք քեզ Հիսուս։ Ուրեմն ուզում եմ քեզ ասեմ, մի լսի սատանային, որտեվ ինքը խաբում է քեզ, որտեվ ստեղ ինչպես սկզբից ասեցի, չհաջողված, չդասավորված կյանքեր կան, որ իրանց ականջներին շատ ավելի բարձր է ձայնը սատանայի, որ ասում է դու չես հաջողի։ Ես ուզում եմ քեզ այսօր ասեմ, որ դու կհաջողես։ Կարաս ասես ես կհաջողեմ։ Մի հատ բարձր ասա, ես կհաջողեմ։ Գիտես դու պիտի հաջողես, որովհետև Աստծո կամքը քո համար ինչ է, բարի, հաճելի, կատարյալ, ամեն։ Սատանան ստախոս է, որ ասում է դու նայի, գիտեք քեզ ինքը ինչ է ասելու, նայեք, ձեր թշնամու լավ ճանաչեք իր մարտավարությունը, որ իրան կարենակ հաղթեք։ Դու չես կարա պատերազմ հաղթես, եթե թշնամուդ լավ չուսումնասիրես։ Համաձայն ես իմ հետ։ Այն պետություններն են ուժեղ պատերազմից, որ ուժեղ ռազմետկա ունեն։ Գիտես սատանան խոսում է, սաղի ականջին, դու չես հաջողի, ինքը ցույց է տալու քեզ քո անցյալը ձախողված բաները, ապագայիդ վրա խոսա, որ ձախողելու է, նա ստախոս է։ Ես քեզ հաստատ եմ ասում, եթե նա կարենա քեզ ձախողի, նա չի խոսա քեզ, նա միանգամից քեզ կձախողի։ Եթե նա իշխանություն ունենա քո կյանքը ավիրելու, նա չի գա ասի, մհեր ջան, գիտես, հեսա պիտի ես անեմ, միանգամից նա կավիրի։ Հիմա կասես ինչ գիտես։ Հոբի գիրքը կարդա դու էլ կիմանաս։ Երբ Աստծուց արձակվեց սատանայի ձեռների մեջ Հոբի ունեցվածքը, սատանան չեկավ Հոբին ասեց, հեսա երեխեքից սպանելու եմ։ Հոբին վրա իրար հետևից վազքով գալիս էին ու ասում էին, էլ երեխեդ կտել չկան, հարստությունը տել չկա։ Սատանան չէր եկել խոսում, իր ձեռներ ինքը ավիրում էր արդեն։ Լսում եք, եթե մի բան թշնամու ձեռը ինքը չի խոսա, բայց եթե նա խոսում է սուտ է, մի հավատա իրան։ Ամեն հնարավոր դեպքում բարձրաձայն ասա դու ստախոս ես, ես հաջողելու եմ, ես պիտի Տիրոջը նվիրվեմ, ծառայեմ, իմ կյանքը պիտի հաջողություն լինի, իմ կյանքի մեջ օրհնություն պիտի լինի։ Ամեն, ինչա մեր ուզածը, ինչա մեր նպատակը Տիրոջ մեջ, մի բան Տեր, ինչ անենք դու դրսևորվես։ Ծառայենք, ուտենք, խմենք, այցելենք, քնենք, ճամբար անենք, գնանք, գանք, քո ներկայությունը գա։ Այդ չի ամենաբարձրը, մեզ Աստծո ներկայությունն է փոխում, եղբայրներ ու քույրեր, ինչքան ուզում ես իմացի ես գիրքը, նրա զորությունը չգա, նրա ներկայությունը, Քրիստոսի աստվածությունը չգա քո մեջ այդ ներկայությունը, դու չես փոխվի։ Հիսուսի ներկայությունն է մեզ փոխում ու ես վայրում այդ ներկայությունը։ Ես զգում եմ զորավոր օրհնություն այս վայրի մեջ։
Գիտես Տերը ասում է Եսայի 66:2 Իսրայել իր տաճարով շատ էր պարծենում, այդ շենքով, շինությունով, Տերն էլ ասում է, այդ ամենն էլ իմ ձեռքերն են արել եւ եղան այդ ամենը, ասում է Տերը, բայց ես սրան եմ մտիկ տալիս, խոնարին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Ես սրան մտիկ եմ տալի։ Գիտես, այս խոնարը կարա լինի կայլասկի վրա, այս խոնարը կարա լինի հիվանդ, կարա լինի ամուսնացած, բաժանված, ձախողված կյանքով։ Այս աշխարհը ընտրում ամեն ինչի լավագույնը։ Այս աշխարհը ընտրում ամեն ինչի մեջ պրոֆեսիա ամենաառաջինին, գեղեցկություն ամենագեղեցիկին, իմացողություն ամենաիմացողին, բալավ են կոտրված ջարդվածներում Հիսուսին։ Բայց տկարներում Հիսուսը ասում է ինձ, ես գրկում եմ իրանց։ Դրա համար Աստված չի կոտրում կոտրված եղեգը։ Եղեգը, որ կոտրվում է, ինք ուղիղ երկար փայտ է, ինքը տեսքը լրիվ կորցնում է։ Ոչ էլ հանգչող պատրուկը Տերը հանգցնում է, այլ ուժ է տալի, զորություն է տալի։ Պատրուկ հիշում եք, չէ՞, 90 թվերից, այդտեղ շատերս 90 թվերը լավ կհիշենք։ Պատրուկը կտրենք, դզենք, մի քիչ ձետ լցենք, յուղ լցենք, նավթ լցենք, ինչ կա այդ լցենք։ Իսկ Աստված չի թողում, որ հանգի, Աստված զորություն է տալի։ Քեզ էլ կտա Աստված, մի վախեցի, մի լսի թշնամուն, դու կհաջողես։ Ամեն, դու կհաջողես։ Փառք Հիսուսին։ Իրականում ճշմարտությունը էս է, ժողովուրդ, այնքան շատ բաներ եմ գրել, բայց չեմ ուզում շարունակեմ, բայց մտածում եմ, որ աղոթենք իրար հետ, ամեն, ուզում եմ աղոթք անենք իրար հետ։ Ուրեմն տեսեք մի բան էլ ասեմ ու շարունակենք։ Ծննդոց 16:9-10 Էս էլ Աստված ցույց տվե, այս խոսքը գրելուց ու իրական ցույց տվե, ու ես չէի հասկանում, ստե մինչև ավելի խորը գնացինք։ Սա այնտեղն է, որ գիտեք չէ, Աստված Աբրահամին ասեց դու պիտի տղա ունենաս ու իրանով օրհնեմ ազգերը։ Ջան, էս ինչ լավ խոստմունք է։ Հենց խոստմունքը գալիս է ոգևորված, մենք ուժեղ ենք, հռչակում ենք, էսեն են, հələ այդ խոստմունքի վրա թոմի 5 տարի հասնի ոչ մի ձեն չկա։ Տեր կա դու չէիր։ Մի հատ էթանք թո մարգարեն աղոթի նորից տենանք կասի, այդ մենք էլի նույն բաներն ասում, չէ Տեր դու ես ուրեմն։ Ուրեմն տեսեք, ասում է դու տղա պետք ունես ու տղա չի ունենում։ Եթե կարդաս Ծննդոց 16 ու 17 գլուխները, կարդատունը, կզարմանաս Սառան ինչեր անում։ Վերջում Աստվածաշունչը Պետրոս ասում է, որ Սառան, Պետրոսի գրածից հասկանում ես, որ Սառան վերջում այնքան խոնարհվեց, որ Աբրահամին Տեր էր կոչում արդեն։ Բայց այս 16-17 գլխում դու չես տենում, որ Սառան այդ խոնար Տեր կոչողն է։ Սառան կներեք, ընենցա սաղ հարցերը ինքը լուծում, սաղ դվիժենիները կներեք այս խոսքիս համար Սառայի ձեռներ։ Հարստությունը, հարցերը լուծել Աբրահամին դու սենց արա դունեց գիտեսել ես, որ կանայք մեկ-մեկ ամուսնուն սենց այսպես կառավարում են։ Մեկ-մեկ էլ բացահայտ չէ, բայց ծածուկ են կառավարում։ Էդ էլ է ուժեղ ստացվում քույրերի մոտ։ Քույրեր ջան, կներեք, բայց իրական հնազանդությունն է, որ ծածուկ էլ չկառավարեք, էլի։ Թույլ տվեք, թող իրանք մնան իրանք։ Ամեն։ Ու Սառան ստեղ ծածուկ չէր, բացահայտ էր կառավարում Աբրահամին։ Հելի մտի Հագարի մոտ ու Հագարից երեխա ունեցան ու երբ որ միջև երեխա ունելը, երբ որ տեսա, որ Հագարը հղիա, Սառան տրակվավ, կներեք, ոնց թե ինձանից պտիլներ սրանից, ու ինչ արեց Հագարին հանեց տնից ճամփեց գնաց։ Սառա եմ խոսած, դեն մեկ ինչ անում Սառան։ Եվ այս Հագարը խեղճ աղջիկ է, ինչ է արել։ Բռնիկ ջարդիկ, է ծառայ է իմ վարձը տալիս եք ծառայում եք, ձեզ զորով տարակ սարքի գլխից, գցիկ մեղքի մեջ, հղիեմ տնից էլ հանե շպրտել եք դուս։ Լրիվ քայքայված կյանք, համաձայն ես իմ հետ։ Հագարը հելելա լացելով տնից փախնում է եւ միտեղ նստել է իր օրն անիծում երևի դժբախտ եւ տիրոջ հրեշտակը ասեց նրան, այսինքն Հագարին. «Ետ դարձի քո տիկնոջ մոտ եւ նրա ձեռքի տակ խոնարհվի»։ Դուք ստեղ Աստծուն կարում եք հասկանալ, ում ձեռի տակ է թամ խոնարհվեմ, Սառայի։ Ավիրելա կյանքս։
Ես իրա մարդու վրան աշկ ունեցել եմ, չէ, խինձի զորով մցրեց մոտը։ Խայտարակարեց ինձ, հղիեմ տնից էլ հանե շպրտելա, Աստված էլ եկել ասում է գնա հնազանդվի Սարայի ձեռի տակ։ Դուք Աստծուն հասկանում եք, ստեղ Աստծո ժողովուրդ։ Այ ըստեղ է հնազանդությունը, որ ես ու դու չպիտի հասկանանք, բայց պիտի հնազանդվենք։ Չենք հասկանում ընդհանրապես, ոնց կլինի տենց բան, բայց պիտի հնազանդվենք։ Գիտեք, դե իհարկե ստեղ չես հասկանում ես համարում, բայց այս գլուխները անցնելուց հասկանում ես, որ թեկուզ որ Հագար ջան քեզ գցել եմ խնդրի մեջ, բայց ես կորտնեմ քեզ։ Ճիշտ այսօր քո տերը, քո տիկինը լավ, ահա որ ավիրում է աչուձախ, բայց մի օր կգա, ինքը շատ խոնար կնիկ կլինի։ Էսի Աստված չի ասում Հագարին, էսի մենք պատմությունը կարդալուց հետո ենք հասկանում։ Մի օր կգա, ինքը շատ խոնար կին կլինի, դու էլ օրհնված կլինես քո այդ Իսմայելի հետ, որ կծնվի քեզանից։ Բայց գիտեք, երբ որ Աստված քեզ գալիս է ու ասում է հիմա խոնարհվի, դու ասում ես ում խոնարհվեմ։ Իմ խմբակի ավակին, այս եղբորը խոնարհվեմ, դու իրան ոնց խոնարհ, տես ինքը իրան ոնց է բալ, իր կարգավիճակը, իր ասած խոսքը, ով ինքով է, որ ես իրան լսեմ։ Բայց Աստված Հագարին ասում է, այո, այդ ով որ կյանքդ քայքայել է, գնա խոնարհվի։ Այնքան դժվար է ժողովուրդ։ Եթե Հիսուսին չունենաս չես կարա։ Ես տարբեր անգամ մի քանի անգամներ բաժանված մարդկանց համար աղոթք եմ արի, ասում եմ, հետ գնա մարդուդ միած։ Ես չեմ կարա։ Դե ես էլ քո համար չեմ աղոթի, կներես։ Գիտես ժամանակներ կա, որ Աստված ասում է, այո, գիտեմ ավիրել են, ջարդել են, փշրել են, քեզ խայտարակ են արել, կյանքդ իրականում քայքայել են, հետ գնա խոնարհվի։ Ես կլուծեմ այդ հարցերը, այդ եսը կա։ Այդ եսեմը կա, որ Տերը ասում է, ես եմ, ես կլուծեմ այդ հարցերը, հետ գնա խոնարհվի։ Ու գիտեք Հագարը հետ է եթում ու նորից խոնարհվում է։ Ում Սարային, այո, որ ավիրել է սաղ։ Իրական խոնարհությունը, իրականում թող Աստված ձևավորի, իհարկե հաստատ մեզ շատերից Աստված մեր կյանքում նման բաների չի առաջնորդի, բայց ասեմ ձեզ, մեր մեջ քչերն էլ չկան, որ առաջնորդում են նման խոնարհության։ Որ պիտի խոնարհվես ու ոչ մի բան չես հասկանում։ Ու ջարդում են քեզ, պիտի խոնարհվես։ Ու հենց լավ էլ թույլ է տվել ջարդեն մի հատ քեզ էլ, իմ հատն է ինչա դուս գալու քեզանից։ Ով է գալու նվագի աղբերներիցս կգաք նվագեք, որ խնդրեմ։ Մենք կաղոթենք։ Ու ասում է գնա ու խոնարհվի։ Աստծո մարդիկ, եկեք թող իրապես որոշենք խոնարհ լինենք, հա։ Ես կարամ ասենց երկար խոսամ, բայց կուզեմ ոնց որ աղոթք անենք։ Եկեք թույլ տանք թող Տիրոջ հոգին ծառայի այսօր մեզ ամեն։ Իհարկե ով կարիք կունենա աղոթքի։ Անկեղծ եմ ասում, խոնարհություն մենակ Քրիստոսին նայելով կլինի ու միշտ իր խաչը մեր առաջ պահելով։ Երբեք չթողես խաչը աչքերիդ առաջից գնա։ Եթե խաչը մեր աչքերի առաջից գնում է, կներես մենք մեզ ընենց ձախողված տեղեր կհայտնաբերենք, եթե խաչը գնաց մեր աչքերի առաջից։ Ինչ ի նկատի ունես խաչ ասելով, Արման ջան, ի նկատի ունեմ, որ մեր մեղքերի համար նրան ծեծեցին, մեր անօրենության պատիժը նրա վրան գավ, մեր խաղաղության ցավն ու տառապանքը, մեր անխաղաղության, մեր դեպրեսիայի, վախերի, ստրեսների ամեն ինչը Հիսուսը կրեց խաչի վրա։ Գիտես Աստծո որդու արյուն թափվեց, մեր համար հասարակ խոսքեր է, ոնց մտածում ես չես կարում հասկանաս, ոնց կարար տենց բանը լներ, հայրը ոնց կարար որդու արյունը ընդուներ իմ ու քո մեղքերի թողության համար, չի կարա մարդը դա հասկանա, բայց Աստված արեց ինձ ու քեզ փրկելու համար, ու գիտես սրա հետ մեկտեղ աղբերս ու քուրս կամ մեր վրա պատասխանատվություն դրված էտարյան տակ մնալու ու նրա գործը գործելու։ Համաձայն ես իմ հետ։
Գիտես, ուզես թե չուզես, եթե դու կարդում ես, աղոթում ես, քո վրա կա պատասխանատվություն դրված, ավելի լավ կլինի խոնարհվես, մտնես այդ պատասխանատվության տակ, ասես Տեր, ինչ ես ուզում, ահա ես։ Ինչ ես ուզում անեմ, Տեր, ասա, ինչ անեմ։ Եվ եթե սրտանց հարցնես, նա անպայման խոսալու է, նա անպայման քեզ կասի ինչ անես։ Այդ արյունը եկեք գնահատենք, որովհետև այդ արյունը իրապես սրբում ու մաքրում է մեզ Աստծո որդու արյունը, որ թափվել է, այդ կենդանի արյունը, մինչև այսօր այդ արյունը կենդանի է ու խոսում է հոգևոր աշխարհում ազատություն իմ ու քո համար, փրկություն, արդարություն իմ ու քո համար, այդ արյան տակ ենք մենք մենակ ապահով։ Եկեք այդ խաչը, այդ խաչի հետ եմ, որ մեր աչքի առաջից չգնա, այդ թափված արյունը, որ մեր աչքի առաջից չգնա։ Տեսեք, Գաղատացիները, ես ասում եմ Պողոսի ամենախիստ նամակն, այս իմ կարծիքն է, Գաղատացիների 3:1, Պողոսը ջղայնացած է շատ իրանց վրա։ Ով անմիտ գաղատացիներ, ով կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չհնազանդեք։ Որոնց համար աչքերի առաջին նկարագրվեցված Հիսուս Քրիստոսը խաչված ձեր մեջ։ Մի ուրիշ թարգմանություն կա ավելի լավ ասում, որ ես ձեր աչքերի առաջ նկարագրել էի Քրիստոսին խաչված։ Հենց խաչված Քրիստոսը գնա մեր կյանքից, կներես մենք կախարդության մեջ ենք հայտնաբերում մեզ։ Մտքերը բռնված, կոնցենտրացիա չկա, ագրեսիա, բարկություն, անմաքուր մտքեր, շնացող աչքեր, անդադար պայքարներ, անդադար կռիվներ ներքին, որ վերջ չունի, սա կախարդություն Աստծո ժողովուրդ, զարթնեք։ Անդադար պայքար մի բանի դեմ, սա Աստծուց չի, մի օր պիտի դու հաղթես ու անցնես դա, վերջ։ Սա կախարդություն է, այս անդադար ես, գիտես ես, ինչ որ կարծես պռուժինի պես վիճակ, մեկ դու ես սխմած, մեկ ինքը քեզ։ Ու անդադար մենք սրա մեջ ենք, սա խաչի կարիք ունենք ես ու դու, որ իրապես խաչի առաջ կանգնենք ու ասենք ահա ես։ Թողենք մեր մարդկային արդարությունը։ Եթե դու ընկնես քո արդարության հետևից կներես, շատ բարդ բան է մարդկային արդարություն պահանջելը։ Կամ քո արդարությունը, իմ արդարությունը բարձրացնելը, բայց երբ որ դու դնում ես քո արդարությունը, նրանն ես բռնում։ Քեզ տրորեն էլ դու խոնար ես, քեզ ջարդեն էլ դու խոնար ես, տո ճիշտ էլ ասեն, սուտ էլ ասեն, դու հեշտ ես ներողություն խնդրես սաղին, դու հեշտ ես ասես Անդո ջան կներես աղբերս, իրապես սխալվել եմ։ Աստծո արդարությունը ու խոնարհները միշտ պատրաստ են ներողություն խնդրելու, համաձայն ես իմ հետ, եթե մի մարդ ներողություն խնդրել չգիտի, ինքը վտանգավոր մարդ է, վտանգավոր, ինքը միշտ իրան կբարձրացնի, իր արդարությունը կբարձրացնի։ Եկեք ոտքի կանգնենք։